Ինչպես կարող են գոչել մեր շրթունքները, եթե մեր հոգին չի գոչում։ Նախ մեր ներսում է, որ Աստծու զորությունը պիտի կատարի իր աշխատանքը։ Այդ նա է, որ փոխում է սիրտը և փոխակերպում կյանքը։ Եվ նախքան ինչ-ինչ արտաքին փոփոխությունների ակնհայտ դառնալը, աստվածային կյանքը պիտի լցվի ձեր մեջ։ Երբեմն մարդկանց ասում եմ. անցյալ պաշտամունքին դուք ներկա չէիք, իսկ ինձ պատասխանում են. «Օ, ես հոգով ներկա էի»։ Այդ ժամանակ նրանց ասում եմ. լավ, բայց հաջորդ անգամ ձեր մարմինը ևս վերցրեք ձեզ հետ։ Մենք չէինք ուզենա, որ հավաքույթին ներկա լինեին միայն անմարմին հոգիները։ Ուզում ենք, որ դուք գաք լրիվ և որպեսզի Աստված կարողանա լցնել ձեզ։ Եթե եկեղեցու բոլոր անդամները գան և միասին աղոթեն ու փառաբանեն Աստծուն, ինչպես որ արել են աշակերտները, ինչ-որ բան տեղի կունենա։ Եկողները կստանան կրակ իրենց հոգու մեջ և կուզենան էլի գալ։ Բայց մարդիկ ոչ մի օգուտ չեն ստանում այնտեղ, որ ամեն բան ձևական է, չոր ու մեռած։